Գյումրիում ժամանակը կանգ չի առնում։ Նա պարզապես քայլում է շատ դանդաղ։ Այստեղ այնքան ճիշտ հարևանություն են անում հինը եւ նորը, որ ասելու չի, տեսնելու է։ Փողոցով քայլելիս կարող ես տեսնել հին սև տուֆի որմնասյուներ, վրան աճող ճյուղեր։ Բայց միևնույն ժամանակ այդ պատի կողքին կարող ես տեսնել Wi-Fi QR կոդ։ Հասկանալի է, չէ՞ ինչի մասին եմ խոսում։ Այսօր սիրելի հեռուստադիտող եւ տուրիստ առաջարկելու եմ Շիրակի մարզում ֆանտաստիկ տուրիստական հեռուստաճամփորդություն։ Ինչ կտեսնենք, թե ինչ կզգանք հաղորդման էպիզոդներում։ Քանի որ Երևանից Գյումրի մոտավորապես ժամ 30 րոպե, ժամ 40 րոպե քաղցած ենք, առաջարկում եմ սրճենք ու շարժվենք կենտրոն։ Արև, եկ, Տիգրանի գլխին, կամաչքերին վեր եկ։ Գյումրի Աբովյան փողոցում կա մի համեղ անկյուն, ինչը կոչվում է Lemon։ Lemon ռեստորանում այսօր մեր քիմքը կզարմանա։ Շատ ժամանակ լսում եմ տուրիստներից, որ ասում են, մոլ իտալական եւ հայկական խոհանոցների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա։ Եկեք չհամաձայնվեմ ձեզ հետ, որովհետեւ այսօր ձեզ սպասվում է համային ճանապարհորդություն Պոզիտանոից մինչև Շիրակի մարզ։ Ինձ դուր եկավ Լեմոնում այս ստերիլ վիճակը, ձեր պատարակաղը և դանակը թաքնված են այստեղ, ֆետուչինի տեսակի պաստա, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի թռչնամսի կրծքահատվածը, սերուցքային սոուս, ինչպես նաև պանիր ու սումք բելիսիմո, կեցա մեր շեֆ խոհարարը։ Սովորաբար Հայաստան ժամանած մեր դրսի հյուրերին զարմացնում ենք հայկական հյութեղ խորովածով։ Լեմոնում կա այլ ընտրանք։ Խորովածը մնում է խորոված, ծխահամը սենց տենենց զգալու եք, բայց մատուցման ձևն է այլ։ Ինձ ասացին, որ հավի խորովածի հետ մատուցվում է նաև սպիտակ սոուս, սխտոր կա, եւ ես կարծում եմ, որ այդ սխտորը ինչ-որ օրիգինալ համ է հաղորդելու մսին։ Так, միսն է, այստեղ են ասել, վայ չուտողին։ Այս լոշիկները թխվում են տեղում, այնպես որ արխային կարող եք ուտել։ Ծխեցված համը սենց տենենց մսից գալիս է։ Այս սերուցքային սոուսը թեթև սխտորահամով հետաքրքիր համադրվում է, ես ձեզ ասեմ, իտալական բուրատայի նրբահամը և հայկական կանաչեղենը։ Առատ բանջարեղեն էլ ունենք, չորահաց, հսի բերանից մեջ գարունա ու խրտ-խրտոց, ոնց որ ինչ-որ մեկը խոտերի վրայով քայլի, այդ էս տպավորությունը։ Փաստորեն Լեմոնում մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իտալական նրբագեղությունը կարող է սինթեզվել Կովկասյան ու մասնավորապես Հայաստանի դարերի խորքից եկող պատմության հետ։ Ինչ վերաբերում է սրճարան ռեստորանին, ասեմ, որ մենք գտնվում ենք մեծ սրահում։ Այստեղ եթե ցանկանաք անցկացնել ձեր կորպորատիվ հավաքը, կտեղավորեն մինչև 60 անց։ Տոները վերանորոգման ինձ դուր են գալիս, շատ լավ համադրվում են քո ներսի տրամադրության հետ։ Իսկ ներսից դուրս մի քանի քայլ է։ Գնանք դեսերտի։ Զգացիք կոնտրաստը, ներսի հանգստությունը և դրսի աժիոտաժը։ Հաճելի է, որովհետև հիմա ես նստած եմ 1800-ականներից մեզ հասած ճարտարապետության կողքին։ Լսի, մատուցման ձևն էլ է դուրս գալիս, սառը, նման աղանդեր փորձել եմ նաև Սորենտոյում։ Հիմա տեսնենք տարբերությունը։ Լիմոնի մանր կեղևները զովություն են տալիս, հարմություն են տալիս։
այսօր ես կրկին գարուն ապրեցի։ Անկեղծ ասած նմանեցնում եմ պաղպաղակի, բայց մի քիչ ուրիշ ձևը, ավելի փափուկ տարբերակը։ Ես գնահատականներ չեմ տալու Լեմոն սրճարան ռեստորանին, որովհետև չեմ սիրում։ Դուք ինքներդ գալու եք ու ինքներդ ձեզ համար որևէ սանդղակ որոշեք։ Սիրեմ Գյումրին։ Գյումրին Հայաստանի Հանրապետության այն եզակի քաղաքներից մեկն է, որը գովազդի կարիք ընդհանրապես չունի։ Եվ այստեղ յուրաքանչյուր տուրիստ պետք է ունենա ցանկ պարտադիր այցելվող վայրերի։ Այդ պարտադիր այցելվող վայրերի շարքում անպայման ու անխոս պետք է լինի Վառե Մարեմի պատշգամբը։ 1984-85 թվականներին Ալբերտ Մկրտչյանը ստեղծեց հայ կինեմատոգրաֆիայի ամենագեղեցիկ գոհարներից մեկը՝ մեր մանկության տանգոն, որտեղ փայլուն իրենց դերակատարումն են ունեցել Ալբերտի եղբայրը Մհեր Մկրտչյանը եւ իհարկե Գալիա Նովենցը։ Ես Գալիայի ֆանատն եմ։ Մի քանի տարի առաջ կարելի էր բարձրանալ պատշգամբը, այնտեղ արտաբերել այդ ֆիլմից թևավոր խոսքերը Վառե Մարեմ, բայց հիմա ամրակայման աշխատանքներ են տարվում, որովհետեւ պատշգամբի իզ ու թոզը չկա։ Ինչպես տեսնում եք, հերթեր են գոյանում եւ քեզ մնում է այդ արահետը քսմսվելով մի կերպ հաղթահարես։ Այս տարբերակում մենք բախտ ենք ունեցել պատշգամբը նկարել, հիմա առաջանանք հասկանանք ինչ վիճակում է։ Բարև ձեզ։ Ուշադիր հետևում եք։ Հետևորդներն են։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր ոչ մի անգամ չենք եկել։ Բայց այդ չեն գնացել ոչ մի անգամ։ Մենք չենք կազմակերպում տուրեր, մենք նկարահանում ենք, ցուցադրում ենք։ Ես միշտ հետևում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Գնում եք դեպի Ղափանի կողմը։ Ինչ որ ձեր մի կողմը Սյունիքցի է։ Քաջարանցի մաման։ Ես լսել եմ լարի։ Ես Ղափանից եմ։ Հա։ Շատ լավ։ Օ։ Եղավ Տիգրան Հարությունյան։ Ահա։ Այսե այն է պատշգամբի տեղը, հեսա։ Ես այս հյուրասենյակով քայլել եմ, եկել եմ, դուրս եմ եկել այս պատշգամբը։ Բազրիկները չկան փայտից։ Տեսեք, այս մուտքից մտնում ենք ներս։ Էս էլ մի տուրիստական հնարք է տուրիստներին Գյումրի բերելու։ Անունի պատ, շատ անուններ կան այստեղ գրված։ Մարինե, Մարիամ, Տաթևիկ, լսի Տիգրան կա, թե չէ, Ժիրո, Աբոել կա, Աբոլարի մանարի։ Սոնա, Լուիզ, Հայկուհի, եկեք, տտար ենք ման գալիս, հեսա տը, Տիգրան։ Ուրեմն Գյումրիում առանց գայի չի եղնի, չէ, ան կան Տիգրան, կդանք։ տը, այս որն է, Տիգրան, ի, նե, ես էլ նե, Տիգրան, հա։ այն մեջտեղում ի տար կա, վերջում էլ նը տար կա, հլը նե, տը եմ ստեղ դնում, տը ի, գր, ա, ն, կտեղավորվի, թե չէ։ Ձեր անունը հավաքենք ստից կարել է, տը ի գ, ռ, ա, ն։ Գ, ռն ա պետք ինձ, ա, ն, տը ին մնաց, հա, բայց ոչինչ, որ սրա վրա եմ անում, վայ, լսի, առանց հանցանք գործելու, հայտնվեցինք որոնվողների շարքում, միջև վերջ չէի կարդացել Գյումրու պատվավոր զբոսաշրջիկը, այսինքն պատվավորների շարքում ենք, իսկ այդ հանցանք չի։ Փորձեք մի փոքր ջրալի անել, որպեսզի այդ խտությունը կոտրեք եւ անվան տառերը Երևան։ Ու մնաց վերջինը կապույտով։ Կարմիր, ծիրանագույն կապույտ։ Այս էլ ֆիլմի գլխավոր դերակատարները Ֆրոզիկ, Գալիա Նովենց։ Իդեպ Գալիայի լուսանկարը հենց պատշգամբից է։ Ասում եմ շատ լավ է, որ ամրաշինարարական աշխատանքներ են տարվում եւ այս պարիսպները շատ շուտով կվերանան եւ չգիտեմ, գուցե 1 տարի անց կամ 2 տարի անց կամ 3 տարի անց կրկին
Պատշգամբը կողջունի ձեզ սիրելի տուրիստներ Գյումրի եկած։ Իսկ հիմա Միքայելի հետ առաջարկում ենք փոքրիկ էքսկուրս, ինքը ավելի շատ նմանվելու է թանգարանային էքսկուրսիայի, ընթացքում ամեն ինչ ձեզ համար պարզ կդառնա։ Ողջույն։ Հրաշքապետ թե առանց։ Առանց, չէ, հələ որ չէ։ Համեցեք։ Հաջորդ կյանքում կարող է։ Էս ինչ անկյուն է։ Ուրեմն ստեղ քանի որ աշխարհի բոլոր հայերը կսիրեն ինչ կոֆե, մենք այդ բացառություն չենք ու մեր արվեստանոցում չենք կարող չունենալ սուրճի պատուանիկ։ Բայց քանի որ մեր մոտ արվեստանոց է, մեր ֆորմատը, բարև ձեզ, շատ հետաքրքիր է ու տարբերվող։ Ընդամենը մոդենալու եք, ներողություն մի հատ ձեզ խանգարեմ, ու զանգեք այս զանգը, որպեսզի ձեզ դիմավոր է Մարիամը։ Մարիամը բացի նրանից որ ձեր համար կպատրաստե համով կոֆե, նաև կնկարե հենց ձեր դիմանկարները ձեր բաժակների վրա ընդամենը 5 րոպեում։ Ինչ էլ հենց հիմա էլ անում է։ Դա էլ հերիք չէ, կես կադակ, կես լուրջ, Գյումրիի բարբարով կենեք ուշագություններ հենց ձեր մասին, երբ որ կխմեք ստեղ կոֆե։ Ուրեմն Տիգրան ջան, մեր արվեստանոցի շարունակությունն է ու այս հատվածը ծառայում է եւ որպես ցուցասրահ, եւ մեր արվեստանոցի աշխատանքային հատվածն է։ Ստեղ հաջախակի անցկացնում ենք վարպետաց դասեր, ուր կարելի է գալ, աշխատել մեր հետ միասին կավով ու պատրաստել տարբեր կավե առարկաներ։ Այսինքն Գյումրիում արվեստի ու արեստի քաղաքում կարելի է գալ ու զգալ քեզ օրինակ վարպետ։ Արդեն քաղաքային ինտերիերներն է, կրնակ տեսնիք թե ինչ տեսք է ունեցել քաղաքը մինչև երկրաշարժը։ Այս գեղեցիկ հին փայդյա դուռը տանում է մի հատ գեղեցիկ սրահ, որը կոչվում է ֆիլմերի սրահ։ Այս սրահում անընդմեջ ցույց ենք տալիս հայկական ֆիլմեր։ Ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է մտնել նստել նայել հայկական ֆիլմերից բնականաբար ամբողջությամբ անվճար։ Գնացինք։ Կարաճարգեմ նստիկ Տիգրան ջան, այնտեղ սիրուն տեղ ունենք ձեր համար նախատեսած։ Աբո ճիշտ ասած, սիրել եմ դուրս գալիս, թե չէ։ Սիրելի էջակիցներ, սիրելի տուրիստներ, մոտավորապես 5-ից 6 րոպե պետք է ասենց անշարժ աչքերի հայացքով զրուցանեք, որպեսզի մեր աղջիկը կարողանա իսկապես էլ ճիշտ դիմանկար թե ծաղրանկար։ Դիմանկար, հա։ Աստորեն ծիծաղալու ոչ մի բան չի լինելու։ Այսօր ստացա մի անգամից երկու նվեր, մեկը թերթի տեսքով, նկարս շապիկին, մյուսն էլ սուրճի տեսքով, նկարս բաժակին, ավելին ձեզ ասեմ, երրորդ անակնկալն էլ կա նվերի տեսքով, գուշակություններ։ Ապագայի մասին։ Աշխարհում գիտեք, չէ՞ մենակ ես էս բաժակն եմ։ Բայց ճիշտ բաներ եք ասում։ Օշուր կտամ բաժակը, դաժե դուք կտեսնիք, ըմբես որ չեմ կարա ցեզի խապել։ Ես մարդուն կարող եք ճանճանալ։ Ես մարդուն ոնց որ կճանչեմ։ Աբոն է։ Всё, ձեր նկարն եղավ, եկեք նկարտանք հետո նոր կոֆեն։ Ոյ, սիրուն է, լսի։ Իսկ գաղափարներս խիչ ես գրել ստեղ։ Համի դուք պետք է գրեք, Վառեմ, մարեմ։ դե դուք վառեմ մարեմ։ Հա։ Հա, դու ես մտածում, դու ես գրել։ Ինչ գսած։ Ահա, այսպեսի հուշ այսօրվա հետ կապված։ Всё։ Լսի, տակը մրուր չկա։ Հիմի շուրջ կտամ, դաժե դուք կտեսնիք։ Նայեք, ուրեմն մենք նոր տեխնոլոգիայով բաժակնայինք, բայց ավանդույթները պետք է պահել։ Գիտեք, Գյումրին ավանդապաշտ քաղաք է, չէ՞։
Պետք է մի հատ աչից ցախ 3 կլուկ ֆռը ծնենք, ասխեր կապի մեջ մտնենք, որ խորատային են հետներ, սորսազներ շուդեղնի, շուր տանք, խոսքի տվե չէ, որ պիտի շուր տանք ու նայենք ձեր բաժակը։ Շուր տվենք։ Հա։ Ու նայենք։ Ա Ունենք։ Ստեղ գրած է, որ չբլախ մարդիկ կտեսնի, մաշկից տակ երկի լողնալու պիտի եշտաս ու ռեպորտաժ նկարես ընդեղ։ ճիշտ ես ասում։ Հա, պատրաստվեք, պիտի եշտակ, բայց չբլախ մարդկանց քիչ կնայեք, հա, մոտ է վերջա երեխեք կնայեն։ Հա։ Շնորհակալություն տրամադրության, սուրճի ու նվերների անակնկալների համար։ Շուտ եկեք մեզի հյուր։ Սիրում եմ աշունը, որովհետև իմ ծնունդն է աշնանը, սիրում եմ աշունը, որովհետև բնությունը ոսկե զոծ է։ Սիրում եմ աշունը, որովհետև մրգերը հասունանում են, բայց չեմ սիրում աշունը, որովհետև օրերը շուտ են մտնում։ Եվ ճանապարհորդը մինչև տեսնում է մի քանի պատմամշակութային կոթողներ, արևը մայր է մտնում։ Իսկ մենք պետք է մտածենք գիշերակացի մասին։ Հյուրանոց ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք դիզայնին, հարմարավետությանը, ինչպես նաև բարեհամբույր պերսոնալին։ Մենք այդպիսի հյուրանոց բացահայտել ենք։ Orienta Hotel Գյումրի։ Համեցեք։ Շքեղա։ Մանավանդ իմ ձախակողմյան հատվածի այս լուսավորությունը։ Լալայի հետ ծանոթանալու համար պետք է օգտվենք reception-ից, այս զանգակի ծառայություններից։ Բարի երեկո ձեզ։ Ողջույն Լալա ջան, մենք ձեզ մոտ 2 սենյակ ենք պատվիրել։ Այո, տեղյակ ենք։ Մենք ձեզ տրամադրել ենք 2 դելուքս համար, վերելակով երկրորդ թաշկ։ Բարի հանգիստ եւ բարի գիշեր ձեզ։ Մերսի, մերսի։ Օպա, երկրորդ հարկ։ Ու երբ տեսնում ես այս շքեղ միջանցքը, տրամադրություն դելա փոխվում։ Սկսում ես երգել. Գյումրին համ ունի, Գյումրին հոտ ունի, ես Գյումրեցու ցավը տանը։ 203 դելուքս դիմավորի։ Так, զգեստա պահարան մեծ հսկայական սենյակ, ինչը բաժանված է 3 զոնաների։ Հանգստի զոնա, աշխատանքային եւ մասամբ խոհանոցային տարածք ունենք։ Այս հատվածում արդեն կարող եք ռելաքս լինել, փափուկ կահույք, նստի ու վայելի։ Ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Օրիենտան մտածել է յուրաքանչյուր մանրուքի մասին։ Օրինակ, անձեռոցիկները, գունային գաման տեսեք, երաշերտ, դելյուքս կատեգորիայի անձեռոցիկներ, որոնք սազում են, ասեք, որ սազում են այս դիզայնին, անչափ հաճելի է տեսնել այս գեղարվեստական պատկերը, մի տեսակ հարուստ ազնվական տեսք է տալիս սենյակին։ Ողջակալը, երկտեղանոց, հսկայական, ներքնակը փափուկ է, բարձերի քանակը 4-ն են, 2 դեկորատիվ, 2-ն էլ հանգստի համար նախատեսված։ Սան հանգույց։ Կախեք ինձ խնդրում եմ, որովհետև ես այս ներկառուցված սանտեխնիկայի համար ուղղակի կտրտվում եմ։ Հարց կտակ ինչու, որովհետև ամեն ինչ այնքան կոկիկ, այնքան մաքուր է, աչքդ գեղագիտական հաճույք է ստանում։ Ունենք հայելի սրբիչներ, լոգախցիկ, որտեղ մեծ տառերով գրված է Orienta Hotel Գյումրի։ Այս գեղեցիկ նոտայի վրա մաղթում եմ ձեզ բարի գիշեր ու անուշ երազներ, կհանդիպենք առավոտյան ու կքննարկենք մեր օրվա ճամփորդական անելիքները։ Բարի գիշեր։
դրսում ահա որ անձրև է։ Դեսի մտադրված էինք շրջել աշոցքով, բայց պետք է մշակվի պլան B, երբ որ անձրևում է, որտեղ կարելի է գնալ, որպեսզի հյուրանոցում չանցկացնես ժամանակը։ Ինչ վերաբերում է հյուրանոցին, ասեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նախաճաշ, բայց հյուրանոցին զուգահեռ գործում է Կիլիկիա բիստրոն, որտեղ էլ կարող եք նախաճաշել։ Ուրեմն ինչ ունենք. սուրճ, հյութ, մսեղեն, նրբերշիկ, պանրեղեն, հաց, ինչպես նաև կարակ ու քաղցր պահածո, ոնց էր ասում, ջեմ, գուցե պովիդլո։ Ես գիշերը խոսում էի, որ հյուրանոցի պերսոնալը պետք է լինի բարեհամբույր։ Տեսեք ինչ գեղեցկություն է։ Դիզայն են տվել, նոր տարվա նախանշան է պանրային։ Որքան գիտեմ, եվրոպացիները շատ են սիրում։ Վարսակի փաթիլներ, չրերել կան մեջը, մատուցման ձևն էլ դուրս եկավ, ու վերջում սառը կաթ։ Հիմա պետք է սպասենք, մինչև այս ամենը միահյուսվի ու դառնա մի ամբողջական զանգված։ Բարի առավոտ։ Էֆեկտը բնութագրվում է այսպես, անսպասելի։ Ահա այսպիսին են Գյումրու առավոտները, մանավանդ անձրևից հետո այս թարմ սառը օդը, Վարդանանց հրապարակը շրջապատված հոգևոր կոթողներով։ Լսի, ես մտածում էի շատ հին կառույց է, բայց բանից պարզվում է, որ 1870-ական, 80-ականների կառույց է։ Մեր ճանապարհորդական էպիզոդները թերթելուց հասկացա, որ մենք ոչ մի կերպ չենք անդրադարձել ամենափրկիչ եկեղեցուն եւ այսօր ժամանակն է, որպեսզի մանրակրկիտ եւ մանրամասն ներկայացնենք այն ձեր ուշադրությանը։ Այս հարցում մեզ օգնելու է Հայր Ավետիքը, ում հետ ժամ ենք պայմանավորվել։ Բացառիկ էքսկուրսիա է ձեզ սպասվում։ Ուրեմն այս եկեղեցու շարժարիթը, ծննդյան շարժարիթը։ Այս նկարը, որ տեսնում եք, համեստ քարտաշ մարդ է։ Անդիկյան Թադեոսը Գյումրեցի։ Այս ժամանակ չգիտեմ, Կումայրիա կոնչ է կամ Ալեքսանդրապոլ։ Անի եկեղեցիները գալ կանում է Մարտաճարի վրա։ Իր նպատակ ինքը եկեղեցական չէ, բարձ քրիստոնյա, բայց իր մեջ ժողովրդի ծոցից դուրս եկած։ Այո, ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի բերանով խոսած, Աստված իր բերանով խոսած, որ նման ծրագիր իրականացնենք։ Ուրեմն վերցնում է լավ բան իմաստ մարդիկ, որոնք այս գործին տեղակ են, գնում են, սկսում են չափուձևան։ Գալիս են, սկսում են նախապատրաստական աշխատանքներ անել, որը նախապատրաստական աշխատանք տևում է մոտ 20 տարի։ Իսկ երկրաշարժը որքանով է վնասել։ Ուրեմն ինքը չէր խոնարհվի, այս 2/3 մասը չէր խոնարհվի։ Ուրեմն իր կենտրոնագմբեթը, որ այդքան բարձր է, այդ ժամանակ եղել է Հայաստանի ամենաբարձր եկեղեցի։ Երևի հարված է եկել է արևմտյան կողմից, որ իրան ոնց ասես բանանի գմբեթը պարկի, ոտքի տակ տաս ինքը ամբողջ մարմնով պարկի։ Ու սենց իջեցնում է ամբողջ եկեղեցի։ Զանգակատանն էլ է վնասել։ Հա, լրիվ մենակ ճակատային ամենա, որ հիմա գնանք ցույց կտամ, մեն այդ մի պատն է մնացել ճակատային մաս։ Խնդրում եմ, ճակատային մասն է պահպանվել։ Տեսեք իր հին ճակերով, բաներով, մի փոքր վնասվածքով, նախախնամությունը պահել է։ Տես քանդակները, որը գտել են, որոնք տեղավորել են, այս կամարների մեջ, պատոհանի օղակաձև այդ բաների մեջ։ Հնի ու նորի սինթեզ։ Հա, այս մասն էլ է, տեսեք, մարդաբոյ կանգուն է մնացել 5 քարերն են։ Այո, ամուր է եղել։ Տեր Ավետիք, իսկ քանի տարի է տևել ամրակայման աշխատանքը։ 88-90-ից եթե հաշվարկում ենք 24 թիվը 36 տարի 36-րդ տարվա մեջ վերահոսվեց, վերաբացվեց։ Աստված մեր հետ էլ գործեր ունի, ծրագրեր ունի, որ պետք է միասին իրականացնենք։ Աստված մեր ազգին օգնական, մեր սրբազան հայրերին մեծագույն համբերություն, լավատան ողջամտություն
Այո, ամեն ինչ հաշճանաբար կգա իր տեղը, Աստված մեր հետ է։ Շնորհակալություն։ Ես փոխադարձ։ Գյումրիից մոտավորապես 35-40 կիլոմետր եկել ենք Կրասար գյուղ։ Ինչ կա այստեղ տեսնելու։ Կրասարի կամուրջը։ Եռաթռիչք։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում սկսեցին ավելի ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ ընթանան եւ բացի այն, որ շատ գեղեցիկ է, ունի նաեւ մշակութային եւ ռազմավարական նշանակություն, ցավոք սրտի կիսով չափ կործանված է մեր կամուրջը, այսինքն ջրի առատ հոսքի հետևանք է, երկրաշարժի հետևանք է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես կարծում եմ, որ էլ իր նշանակությամբ չի ծառայում, չնայած մեքենաների անվադողերի հետքեր կան, այսինքն մեքենան գալիս է, բարձրանում է այս հատվածին, որպեսզի շրջանցի վնասված հատվածը ու մի կերպ այստեղից անցնում է։ Հիմա 1, 2, 3, 4 այստեղ կարող են լուրջ դեպքեր տեղի ունենալ։ 2022 թվականին կառավարությունը 8 միլիոնից ավել բյուջե է նախատեսել, որպեսզի հետաքննական աշխատանքներ տարվեն եւ ամրակայման կամ ամրաշինարարական աշխատանքներ տարվեն, բայց ինքներդ էլ տեսնում եք, որ դեռ ոչինչ չի արվում։ Ես հուսով եմ, որ մեսիջը անպայման տեղ կհասնի եւ չենք կորցնի առանց այն էլ մասամբ փլուզված այս գեղեցիկ կառույցը։ Այ այս տիպի զոհողությունն է։ Ես կարծում եմ, որ լուրջ եմ ասում, իմ փոխարեն ուրիշ հաղորդավար լիներ, կասեր ցուրտ է, հավես չունեմ, եկեք հետ գնանք։ Բայց մենք իհեճուկս լավ բառը, չէ՞։ Անում ենք նկարահանումները։ Այս ուրիշ բան, այս լրիվ ուրիշ ռակուրս է, այս լրիվ ուրիշ գեղեցկությունը, երևում են կամարները այստեղից, գույնը զգում եք, տեսնում եք, այս վերևի շերտն էլ է գեղեցիկ, սիմետրիան պահպանվել է ու այդ ներքևի հատվածում գնում են զարդանախշերը հյուսվածքի տեսքով լավն է նենց հարուստ հյութալի գույներ են սևի կապույտի մոխրագույնի մասամբ նաև օրանժի խմորմամբ ինչ վերաբերում է ֆունդամենտներին ես ուզում եմ որպեսզի ուշադրություն դարձնեք դիմային հատվածներին տեսեք եռանկյունաձև են եւ սա եւ նա եւ մյուսը ինչու է այսպես արվել որպեսզի գետի վարարման ժամանակ ջրի հոսքը ճեղքի կամուրջների ներսը հիմքը չխարխլի եւ կամուրջն էլ կանգուն մնա եւ մի բան էլ մեր հերոստա պրոյեկտը ոչ միայն ճանաչողական է այլ նաեւ դաստիարակչական ես չգիտեմ այս քեֆչի հասանները ովքեր են բայց եթե գալիս եք այս բնության գիրկը վայելելու այս պատմամշակութային կոթողը առաջարկում եմ ձեզնից հետո խոզանոց չդարձնեք
այդ մեծ խնդրանք, որովհետև մի շիշ չի, դրանք մի քանիսն են։ Ավելի վատ բան ասեմ, մցրել եք, չգիտեմ որտեղ։ Ես հասկանում եմ, որ այս տրամադրություն հաղորդող հեղուկը գինարբուկների ժամանակ անհրաժեշտություն է, բայց ձեզնից հետո հավաքեք։ Տեսեք, Տիգրանը ցույց է տալիս սեփական փորձով։ Ինչ ենք անում։ Եթե չգիտեք, էլի իհարկե։ Շտապ օգնություն։ Պապիրուսի աղբի տոպրակները միշտ ձեզ հետ թող լինի։ Ես վերջերս մի ծանոթ ունեմ, ասում է Տիգրան, դու հեռուստապրոյեկտի շրջանակներում կես դրույքով հավաքարար ես։ Ասում եմ, եթե այդպես ես հասկացել, ուրեմն այո։ Հաջորդ անգամ եթերային բառեր չեմ օգտագործի, մտքիս եկածը կասեմ։ Վերջ, տանում ենք քաղաքում, միտեղ աղբամանի մեջ գցում։ Գիտեք, կան երկրներ, ովքեր գնահատում են իրենց ինժեներական ձեռագիրը եւ փորձում են ամեն կերպ տուրիստներ բերել ու ցուցադրել։ Լավ, տուրիստին բերեցիր քո երկիր ու բերեցիր կրասար։ Ցույց տաս այս պատկերը, թե կեղտն ու աղբը։ Չի կարելի հասկանում եք միայն կենտրոնանալ Երևանով եւ Երևանի մոտ շրջաններով։ Մենք Երևանից հեռու ունենք մարզեր, գյուղեր, ովքեր նույնպես ունեն տուրիստներին ցույց տալու մեծ բան։ Մեր հեռուստաճամփորդությունը շարունակվում է եւ մենք կրասարից սիրելի հեռուստադիտող եկանք Բաշգյուղ։ Հայ անտառին շնորհակալություն այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար եւ մենք հետ այսու ել ավելի մեծ տեղ կտանք մեր անտառներին։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ Շիրակի մարզը սովորաբար միշտ ասոցացնում ենք տափաստանային ֆլորայի հետ։ Բայց արի ուտես, որ մենք ունենք անտառներ, մեկը մեկից գեղեցիկ ու ոսկեզոծ։ Հիմա տեսեք, ունենք բնական ճանապարհով ստեղծված անտառներ, քամին կարող է նպաստել, փոշոտումը կարող է նպաստել, տեսեք, գաճաճ սոճիներ են եւ անմիջապես իմ դիմաց ձախակողմյան ու աջակողմյան հատվածներում վեր են խոյանում արհեստական անտառները 1980-ականներից տնկված սովետի շրջանից։ Հիմա անանցանելի ջունգլիների տպավորություն են թողնում, բայց փառք Աստծո ունենք աշխատակիցներ, ովքեր հոգ են տանում, պահպանում են, բազմացնում են ու այսպես շարունակ։ Ну, գիտեք ոնց է, անկախ ձեր մասնագիտական պրոֆիլից լինեք ուսուցիչ, բժիշկ, հաղորդավար, օպերատոր, դուք մարդ եք։ Մարդ, ով կարիք ունի այս բնական ռեսուրսները վայելելու։ Ճիշտ է, հիմա սեզոն չի, բայց ես սեզոնին առաջարկում եմ գալ ու վայելել այս ամենը։
Լտեսեք ինչ գեղեցկություն ա ձեր դիմաց։ Անծայրածիր։ Ընտրված մեր վերջին տեղանքներ, սիրելի հեռուստադիտող, եւ այս գեղեցիկ վայրից ու այս գեղեցիկ նոտայի վրա ասում ենք ձեզ հաջողություն ու առաջարկում ենք անպայման մեր սոցհարթակներում հետևողական լինել, բաժանորդագրվել եւ կիսվել նյութերով։ Ի վերջո, մենք ներկայացնում ենք Հայաստանը։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի գեղեցկությունը։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի հոգևոր եւ պատմամշակութային արժեքները։ Ինչու՞ չէ, թող բոլորը իմանան մեր մասին։ Կհանդիպենք ցտեսություն։